Համակարգային գրդոն է այս երկիրը։ Մենք շուտով ձեզ ցույց կտանք, որտեղ ինչ են կերել։ Իրենք ձևը գտել են տարիներով մարդկանց ոնց շանտաժի ենթարկեն, ոնց վախեցնեն, բայց հիմա այն որ ասում է փառք Աստծո, ձեր օգնությամբ, մեր օգնությամբ միասին մարդիկ զարթնում են, պնդանում են, ուժեղանում են, արդեն ոչ մեկը իրենցից չի վախենում, նույնիսկ մեր տարեց մայրերը ինչ հակահարվածներ են տալիս։ Ուրիշ ձև չկա, սրանց տեղը պետք է դնենք։ Պատկերացնեք, այս մարդը իր շրջանն է, իր մարզն է հասցրել 40% աղքատների։ Ինչի համար է դա իրենց պետք։ Որովհետև աղքատ մարդկանց հեշտ է կառավարել։ Ընտրությունից ընտրություն մի երկու խոստում են տալիս, մի երկու բյուջեն քանդելով ինչ-որ հարցեր են լուծում, նույնիսկ օրենքի սահմաններում չի իրանց լուծած հարցերը։ Իրենք բյուջեն ընդունել են, հետո հիշել են, որ թոշակառուներին կարելի է ընտրության դեմը մի քիչ գումար տալ, որ իրան ձայները տանել, որովհետև ուրիշ տարբերակ չունեն, ուրիշ ասելու բան չունեն։ Ես միշտ ասում եմ, գոնե ցույց տվեք 8 տարվա մեջ, որ իրենք ստեղծել են մեկ ձեռնարկություն, բացի մեր ստեղծածից, որտեղ 200 մարդ աշխատում է։ Ես չեմ ասում 1000 մարդ, դրանից նույնիսկ չեմ էլ ուզում այդ ուղղությամբ մտածեմ։ 200 մարդ բերեն ցույց տան, բայց ես կարող եմ ցույց տալ, ինչքան ձեռնարկություններ փակվել են։ Դուք գիտեք, որ մենք դրա համար փոքր բիզնեսը ազատում ենք հարկերից, որ մարդիկ հանգիստ աշխատեն, ստեղծագործեն, ոչ մեկը ժամանակ չծախսի, ոչ հարկայինի հետ, դա մոտավորապես 70,000 ընկերություն է Հայաստանում։ Այդքան մարդիկ կարող են միայն աշխատեն, ստեղծագործեն, հարստանան, որովհետև մեր նպատակը ժողովրդին հարստացնելն է։